Բարի երեկո։ Այսօր շատ հետաքրքիր նորից եթեր ենք ունենալու, սա հարց իրավապահ համակարգին մաս երկրորդն է, քանի որ իրավապահ համակարգը, չգիտես ինչու արհամարում է, չնայած իրանք բոլորը նայում են այս եթերները, որովհետև բացի նրանից, որ այս եթերը կա, նաև ուղարկվում է իրանց։ Եվ հիմա ավելի հակիրճ, շաբաթը 2-3 անգամ հարցերը հնչեցնելու ենք, ինչի ենք հրճեցնելու, որովհետև մեր ժողովուրդը ակտիվանում ընտրությունից ընտրություն ու ընտրեք ինձ լոզունգով առաջ է գնում։ Եթե մենք ունենայինք ճիշտ աշխատող իրավապահ համակարգ, որը պետք է պաշտպաներ օրինականությունը մեր երկրում եւ արդարադատությունը եւ ոչ խտրական արդարադատությունը, ամեն ինչի մասին խոսալու ենք մաս-մաս, ապա ժողովուրդը կարող է շատ հետաքրքրված չլիներ, թե ով է լինելու ղեկավար երկրի, իհարկե դա քաղաքական առումով կարող է հետաքրքիր, գեոպոլիտիկ առումով, բայց արդարադատության հասնելու առումով այն ինչին որ ծարավ է մեր Հայաստանի ժողովուրդը, ինչի համար 2018 թվին մի մարդու պես ոտքի կանգնեցին, դա հենց այնա, որ երկրում երբևէ չի եղել արդարություն, արդարությունը եղել է խտրական, արդարությունը եղել է այս սկզբունքով տերովին տերն է տարել, անտերին էլ գելն է տարել։ Եվ այդ նույն սկզբունքը շարունակվում է հիմա։ Ինչի ենք մենք այսօր այս եթերում ընդամենը 2 հարց ենք հնչեցնելու, որը ուղղված է Տիկին Վարդապետյան ձեզ, պարոն Պողոսյան ձեզ, պարոն Նահապետյան ձեզ։ Այն որ ասում է ուրիշ հերոսի անուն չգիտեք, չէ, չգիտեմ, որովհետև ընդամենը 2 նախաքննական մարմին ունենք, քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն, եւ դրանց վրա հսկողություն սահմանած մարմինն էլ գլխավոր դատախազությունն է։ Բա ում դիմենք։ Գնանք դրսից մարդ բերենք, իրան դիմենք, չենք կարող։ Հիմա ինձ մի բան է հետաքրքիր, Տիկին Վարդապետյան եւ մնացած դատախազներ, որոնց հեսա անդրադառնալու են, որոնց չգիտեմ ինչ ասեմ, երբ ասեմ անպարկեշտ գործունեությանը, որտեղ օրենքի հետ ընդհանրապես կապ չունեցող։ Դատախազության մասին, ըստ Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենքի, դատախազը երթում է տալիս, այսինքն կա դատախազի երթմնակալության արարողություն։ Մեր ժողովրդին ասեն, գլխավոր դատախազի իր պաշտոնը ստանձնելիս ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ երթվում։ Տեքստն էլ հետևյալն է. ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը երթվում եմ անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու մարդու եւ քաղաքացիների իրավունքները, այս մասին շատ ուշադիր եղեք, եւ ազատությունները, անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պայել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումը եւ բարի համբավը։ Նմանատիպ երթում տալիս են մնացած դատախազները եւս արդեն կոլեգիա։ Չեմ ուզում կրկնեմ, որտեղ անհետաքրքիր տեքստ, որի որևէ կետ չի կատարվում։ Հիմա դատախազները տալիս են երթում եւ իրանց երթումը չեն կատարում։ Մենք ես օրինակ երբևէ ներկա չեմ եղել, չգիտեմ քահանաների ինչ երթում են տալիս եկեղեցու սպասավորները, բայց ունենք տիրադավ, մտել ենք արդեն եկեղեցի, որոշել ենք իրանց տված երթումները, բարձրալին տրված երթումները պահում են թե չէ, եւ որոշում են կարգալույծ անել։ Միգուցե երկրի ղեկավար սկսեք դատախազներին կարգալույծ անել, քննիչներին, քննչական մարմինների ղեկավարներին կարգալույծ անել, որտեղ վերջիներս իրենց տված երթումը չեն պահում։ Այսինքն, եթե եկեղեցականների առումով կարելի ասել տիրադավ, ուրեմն այն մնացած պաշտոնատար անձիկ, ովքեր երթում են տվել եւ չեն պահում իրենց երթումը, սրանք օրինադավ, հայրենադավ, տարբեր տեսակի էպիտետներով կարող ենք բնութագրել։ Եվ եթե որևէ մեկը ասի, վայ Տիկին Պողոսյան, դուք ճիշտ չեք ասում, ես ճիշտ եմ ասում եւ պատրաստ եմ ցանկացած ֆորմատով, ցանկացած ուղիղ եթերով, այսինքն մի խուրձ, այս մի մասն է էլի, որտեվ ճիշտն ասած ծանր է, մի տրցակ թուղթ դնել դատախազի դիմաց, քննչականի պետի դիմաց, հազարավոր անգամներ հանդիպումներ ա եղել, ամեն անգամ ինչ որ չգիտեմ ինչ խոստումներ, որը չի պահվելու, այսինքն ես ապրիորի եմ իմացել, որ չի պահվելու եւ չի կատարվելու, որտեվ կան բավականին խոչընդոտող հանգամանքներ։ Մանր-մուներ տենց կոռուպցիոն գործերով թոզու դուման չանեք, ոչ մեկին չի հետաքրքրում, 2 բուլկի, մի հատ չայնիկ, չգիտեմ, մի բնակարան, եսի մի ինչ բան, հետո վաղեմության ժամկետով,
Ընդհանրապես ժողովրդին չի հետաքրքրում։ Մենք ձեզ դրա համար չենք մեր հարկերից աշխատավարձ տալիս։ Ի վերջո պետք է Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի ոչ թե վախենալով գնա դատախազի ու քննիչի մոտ, այլ պահանջատիրոջ պես, որովհետև մեր պահածն եք դուք։ Եթե մենք տեսնենք, որ դուք լավ չեք աշխատում, դուք պետք է այդ պաշտոններից հրաժարվեք։ Մինիմում, մաքսիմում պետք է դատվեք հանրային ֆոնդերի մսխման համար, որովհետև մենք հարկերը մուծում ենք, վճարում ենք այդ հարկերը, դուք այդ հարկերով ստանում եք աշխատավարձ եւ չեք տալիս այն արդյունքը, որը հանրությունը ձեզնից սպասում, այսինքն ձեր օգտակար գործունեության գործակիցը ՕԳԳ-ն 0-ից ցածր է։ Հիմա ընտրություններից առաջ այս մեկին բռնեցին մի բնակարան ունի, այն մեկը այս ունի եւ այդ ամեն ինչը կատարվում է տարիներ անց։ Այսինքն հիմա ասենք վերջի դեպքերից այդ արգամ չգիտեմ ինչան է փորձագիտության բյուրոյի ղեկավարը 21 թվին հաղորդում ենք տվել, ոչ մեկ բանի տեղ չի դրել, մեկ էլ հիմա ընտրություններից առաջ հիշել են մանր մուներ են ավազի կռոշկայով, sense թոզդուման են անում, որ մենք կոռուպցիոն գործեր ենք բացահայտում, ոչ դուք կոռուպցիոն գործեր չեք բացահայտում եւ այդ քննիչների այն մակարդակը, որ այսօր գոյություն ունի, նույնիսկ ցանկության պայմաններում իրենք իզորու չեն։ Եվ քրեական դատավարության օրենսգիրքը սրանք օգտագործում են բացառապես իրենց համար, ինչ որ լազայկաներ են գտնում, այն հաղորդումները, որով չկա հրանք քրեական վարույթ նախաձեռնելու, չեն նախաձեռնում եւ ինչ որ տենց չես հասկանում ինչ բառակապակցություններ են գրում, այդ լազայկաներով փորձում են օրենքը շրջանցել, այն հասարակ մարդուն, որ հաղորդում է տալիս, այնց բարդ բառակապակցություններ են գրում, որ այդ մարդը բացելով բառարանը կարող է հասկանալ, որ չկա տենց հայերենում, տենց տողեր, բառակապակցություններ չկան։ Ինձ թվում է բոլոր քննիչների մոտ copy paste արած դրած է, այս վերջի մասը, որ հղում են անում քրեական դատավարության 173 հոդվածին եւ 179 հոդվածին։ Всё, ու դրանով իրանք եզրափակվում են։ Ով եք դուք։ Ինձ ուղղակի հետաքրքիր է։ Ով եք դուք։ Դուք այդ, գիտեք ինչ, դուք այդ հոդվածներով ժողովրդին մոլորացնում եք, գցում եք մի շրջապտույտի մեջ, որ հետո պետքա բողոքարկեն ձեր անմիտ արձանագրությունները։ Եվ ես հիմա կարող եմ ասել ինչ է անմիտ, որ չասեն, որ տեսեք Տիկին Պողոսյանը սենց ընդհանրական ձեր գրածի մեջ ընդհանրապես որևէ պատճառահետևանքային կապ չկա հաղորդում տվող անձի եւ ձեր պատասխանի ոնց որ լսողություն չունեցող մարդն ու տեսողություն չունեցող մարդը իրար հետ հարաբերվեն։ Հիմա նայեցիք, ես ձեզ ցույց տվեցի, ասենք սա ընդամենը մի քանի երևի մի ամսվա մեր գրագրություններն է, որ հաղորդումներ ենք ներկայացնում հանցագործության վերաբերյալ, ու մեկ էլ դրանց ստանում ենք նույնաբովանդակ, այսինքն անբովանդակ, copy paste արած պատասխաններ ու նույն մարդկանցից Միշտ Փանոսյանը в главных ролях, սա գիտեք ով է, սա է այս սուբյեկտը, գլխավոր դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, որ վարչության պետը սա է, բա պետի ստորադաս աշխատողները ինչ կլինեն, մի քանի հոգի հիշում եք, են կիսահանված Մանե Սաֆարյան բան ցույց ենք տվել, էսա Եթե հսկող դատախազը ի վերջո դատախազության դերը, ինչի եք նսեմացնում, այդ ինչ երթում եք տվել, կարող է երթում տալուց մատերներդ խաչում եք դուք, ինձ տենց է թվում, դուք երթում տալուց խաչում եք կամ ձեր վառատնիկը կծում եք, որ ասեք այս երթումը ինչի, ընկել եք եկեղեցու սպասավորների հետևից, ընկել եք կտակարանի, որ ընդեղի գրած է այս մեկը անում են, այս մեկը չեմ, իսկ դուք ինչ եք անում, մի հատ դատախազության, պուչուր օրենք է, դատախազության մասին, դուք ինչի չեք այդ օրենքը պահպանում, ինչի չեք շարժում քրեական դատավարության օրենսգրքով, քրեական օրենսգրքով այդ կամայական որոշումներ եք կայացնում, ուրեմն որոշում կայացնողը մեկը սա է, մի հատ նայեք էլի, ինչ էր, էսա Ընտրական ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար, դուք դի պաշտոնակատար չմնաս է, դու պետք է լինես կալանավորվող քննիչի թեկնածու,
ու մենք կպաշտպանենք այդ տեխնացությունը հաստատ Ոմն Հայկ Դանելյան այս մի սուբյեկտ երկրորդ սուբյեկտը սա հակակոռուպցիոն կոմիտեի կարկառուն քննիչ է էլի քննիչի պաշտոնակատար Այս մեկը Էդուարդ Սիրեկանյան, սրա մասին վաղական մյուս օրը կխոսանք, որ 6 ամիս մի գործը դրեց տակը նստեց, այսինքն 6 ամիս սրանց աշխատավարձ, ես իմ հարկով տված աշխատավարձի տերն եմ, ես չեմ ուզում փողերս աճ ու ձախ ցպնեմ, մենք վարձենք քննիչ, մեր հարկերով, թող այդ քննիչը քննչություն անի, ոչ թե տանք, որ սրանք մանիպուլյացիաներ անեն, գրեն, քրեական դատավարության օրենսգրքի 173 հոդված, իսկ դուք 102 հոդվածի հետ ընդհանրապես ծանոթ եք, թե Արդարադատության ակադեմիայում 2 հոդված եք սովորել, որոնց կիրառությունն էլ չեք կարողանում, ճիշտ կիրառեք, ժողովրդին մոլորեցնելու համար, դուք ֆոկուսնիկ չեք, Էս են Հրանտ ինչ էր Հովիկ Աթայանն է Արցախից եկած քննիչ, որ տարիներով Արցախում աշխատել է, ոչ Բակոյի Արարածնատես է, ոչ Կոմիտաս Կարապետյանի, ոչ Արման Հակոբյանյանի, ոչ Սպեցնազի, ոչ Օգանովսկու, Սպեցնազի Գագոյի, Օգանովսկու, մի միլիոն մարդու արած չի տեսել, խնդիր ունի, լավ չի տեսնում այս մարդը, կամ լավ չի ընկալում։ Բերել են ստեղ հակակոռուպցիոն կոմիտե սարքել ՆԿԳ քննիչ, ոնց որ ձեռ առնեն, ու եթե Արցախի մասին խոսում այդ բոլոր փաստաթղթերը գնում է սրան։ Այդ կարանար ընդե կքններ։ Այս մարդը եթե պարաշուտից թռնել չգիտի, աշխարհագրական դիրքը չի փոխում սրա գիտելիքներին, էս չի որ Արցախից բռնի տեղահանվեց եկավ Հայաստան, կարողանում է պարաշուտից թռնի։ Ու Տիկին Վարդապետյան, այս ընտրություններից առաջ այն մանր մուներ Շատ լավ է, բոլոր մանր սրիկաներն էլ պետք է իհարկե դատվեն, մանր ու մեծ կոռուպ, բայց այն մեծ ձկներին թողած, սենց մարդկանց ամեն օր գրում եք, այսօր էս ինչ, այսօր հետո կիսատ պռատ քննած գործերով, հիմա թող մեկ ասի կիսատ պռատ չի, բերեմ Վահե Հակոբյանն ու Էլիզաբետ Պետրոսյանը աչքներդ կողեմ, այն Էլիզաբետ Պետրոսյանը Տիկին Վարդապետյան, որ օրը 5 անգամ իր եթերներում ձեզ ստախոս է անվանում ու դուք դա լուր կուլ եք տալիս։ Հիմա ես որ գամ դատախազության դիմաց կանեմ ասեմ ստախոս, էլի կզանգեք ձեր սրտի Ջոմարձյանը կգա ինձ Քաշտալով կտանի Էլիզաբետ Պետրոսյանին չեք ասում, որովհետև դուք արդեն իսկ Էլիզաբետ Պետրոսյանին ներել եք նրա լափած 1 միլիարդ 108 միլիոնը Արցախից։ Ինչու դուք կիմանաք դրա պատասխանը։ Այ գաղտնիք։ Մեր համար գաղտնիք։ Հիմա թող մեկը գա դատախազությունից Ցանկացած ֆորմատում դատախազության դիմաց, ձեր առաջի հարկում, ձեր 8-րդ հարկում, 26-րդ հարկում Նստենք թղթերը դնեմ դիմաց, թող հանրությունը իմանա, ու մենք աշխատավարձ տալիս մենք, իմանանք, կամ այնքան ամոթ է այն ինչ որ դուք ժողովրդի հետ անում եք, լուրջ եմ ասում, ես կարամ մեր տված հաղորդումներով, ենթադրենք հաղորդում ենք տալիս հանցագործության մասին, էլ արդեն տեղ չեն ունենում, ստիպված են Ժորջան գործ հարուցել, հիմա կոչվում է վարույթ նախաձեռնել, մեկ էլ գնում ասում ես այս վարույթի շրջանակներում ինչ է սա, օրինակ 23 թվականից հաղորդում ունենք Վահե Հակոբյան, Էլիզաբետ Պետրոսյան, այդ մի դրվագով, Կոմիտաս Կարապետյան, բոլորի սիրելի են, որ բանկից ֆորտոչկից դուրս էր գալիս, եւ այլն, սրանց վերաբերել մի դրվագով Հիմա իրանք ստիպված են եղել վարույթ նախաձեռնել 23 թվին, Էսա մենք եկել ենք 26 թիվ, համարը 30 ամիս մենք սրանց աշխատավարձ ենք տալի, ենա կտանի մեր տուն մաքրող մալականին կտա այդ աշխատավարձը, նույն որակի ինքը կքններ այս գործը, եւ ինչ են ասում, երբ որ գնում ասում ես, էս էլ հարուցելու նախաձեռնելու պարագայում, գնում ասում ես, ինչ եք անում այս 3 տարի, մի հատ լսեք էլի, բանկային գաղտնիք ենք ուսումնասիրում, սրա մասին ես վաղը չեմ մյուս օր Տիկին Վարդապետյան հարցը տալու եմ այդ բանկային գաղտնիքի մասին։ Էս ենք անում են սուտ, բացառիկ սուտ, ասեմ ինչի։ Այդ նույնն է ոնց որ մարդ տանեք հիվանդանոց, ոդկա կոտրած լինի, ոդկա պետքա ռենտգեն անեն, գրեն։ Ասեն մենք դիլ մի հատ ճկույտն է ռենտգեն անենք, աջ ձեռքի, հետո ձախ ձեռքի ցուցամատը այնքան որ գործ ցույց տան։ Էսում եք էշի տեղ դրել։ Ում էլի, ձեր
Սութի մուտի ակադեմիա ավարտած հալով ու սրանց է, լավ սրանք նախաքննական մարմին են, Բատիկին Վարդապետյան վերահսկող, դատախազություն հսկում է գործերը, էսա հսկողը մեկը լինի իրան հսկի։ Սրանք լավ տրամվայում կանտրալոր հսկիչ կաշխատեն տրոլեյբուս, տրամվայ, մետրո, ավտոբուս, լուրջ եմ ասում, գնան տենան մարդը տոմս ունի, թե չէ։ Էս մենք ձեզ այսքան հարկեր վճարենք, դուք մեզ սենց էշի տեղ դնեք, կամ հաղորդում ենք տալիս հանցագործության մասին, ենթադրենք, էլի անդադ ես գալիս եմ այդ կոռուպցիոն թեմաներին, որ Պողոսը այսինչ բանն է արել։ Հետո 2 տարի հետո տալիս ենք, որ Պետրոսը այսինչ բանն է արել։ Ուրեմն վերցնում են Պետրոսի մասին տված հաղորդումը, գրում են, կցեցին քրեական գործին։ Այսինքն, եթե այս մի հաղորդումը կցում եք այն մի գործին, դուք ընդունում եք, որ եղել է հանցավոր բանդա, ՕՊԳ, հա? Ու ՕՊԳ-ի մասին 3 տարի գործ եք քննում, մինչև բարեհաջող ճամփում եք Երևանից։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն, եթե մարդը գողություն է արել, իր հարևանն էլ բռնաբարություն արել, ասում են նույն շենքում կամ նույն տարածքում է։ Նա կոմայգիում գողություն արել, սա էլ կոմայգիում բռնաբարություն է, վերցնենք այդ բոլոր վարույթները կցենք իրար, թող էս Տիկին Պողոսյանը գնա ձեն չանի։ Տիկին Պողոսյանը ոչ գնացող է, ոչ ձենը կտրող է։ Մի հատ էլ ուղեղներդ հավաքեք, էլի։ Դու դուք տիրադավ չեք, դուք լրիվ օրինադավ եք, հայադավ եք դուք, հայադավ, որովհետև հայն է ձեզ հարկ տալիս, եթե ուրիշ տեղից հարկեր չեք ստանում, ես տեղյակ չեմ, չգիտեմ։ Այս Փանոսյանն էլ մալատավը որը վարչության պետա, դատախազության կոլեգիայի անդամ է, պատկերացրեք կոլեգիայի անդամ, որտեղ այն մի դատախազներն են երթում տալիս։ Ես Տիկին Վարդապետյան խնդրում եմ ձեզ մի հատ նայեք էլի, այս Փանոսյանը մնացածի երթում տարուցել է մատերը խաչում։ Էս ինչ եք անում դուք ժողովրդի գլխին։ Ու էսենց խելքով գնում եք ընտրությունների, հա։ Իդեպ, դուք ձեր սրտի իշխանությանն եք դավաճանում։ Ես հեսա կասեմ ոնց։ Իրականում կասեմ ոնց, որտեվ ձեր սրտի իշխանություն երբ որ եկել էր, ասում էր կոպեկ առ կոպեկ ենք հետ բերելու։ Կարող է իրականում այդ կոպեկ բառը մտելա ձեր ուղեղի մեջ, հիմա տեսնում եք, ով որ 3 լումայի բուլկի է գողացի, ասում եք սպասեք ես 3 լուման, փոքրից մեծ գնանք, խոմ դուք ավտոյի պարկտրոնիկ չեք, որ փոքրից մեծ գնանք, մեծից փոքր եկեք, այն իրական թալանչիներին, 60-70 ամսով գործ եք քննում, մենք էլ գումարներ ենք վճարում, մարտի 1-ի գործ է, 2008 թվականի մարտի 1-ի գործը 26 թիվ ենք ասել, երբ ասում են ինչով է ձգ, մարտի 1-ի գործ ենք քննում, լուրջ, լավ է, բերնի ծամոն եք, մարտի 1-ի գործ ենք քննում հոկտեմբերի 27, եթե դուք ձեր քննության ՕԳԳ-ն 0-ից ցածր է, դուք թողեք հրաժարական տվեք, գնացեք թող գան մարդիկ աշխատեն ձեր տեղը, ովքեր որ անգիր գիտի քրեական դատավարության օրենսգիրքը, ոչ թե 2 հոդված 173-179։ Գան է ժողովուրդը մի բան հասկանա։ Այսինքն, եթե դուք գործերը չեք, ես չեմ կարողանում հասկանալ, մենք ինչի վերաբերյալ, որ հաղորդում ենք տալիս, դուք ձեր պոզիտիվ պարտականությունը չեք կատարում, դուք չեք կատարում նա, ինչի համար, որ դուք աշխատավարձ եք ստանում, հաղորդում ենք ներկայացնում հանցագործության վերաբերյալ, այս 3 սուբյեկտը կարան բան ստեղծեն, կուսակցություն ստեղծեն, էլի, սրանք իրանց որակին համապատասխան, նույն հիմար պատասխաններն ենք ստանում, որ իրանց գրած պատասխաններից գիտեք ինչ է պարզվում, որ հաղորդում տվող անձը պետքա նախաքննություն անի, ինքը գնա քննի, հասկանա, օպերատիվ հետախուզական միջոցառումներ անի, ինքը իրան սենց են պիտկինի պես կամ են Բրեմենսկի մուզիկանտի բանի պես սենց նկարի, բերի, կաշարք տալու պահը սենց տակից նկարի, դուք կարող ձեռը կառեմ ես, բա որ այդքան բանն անենք դուք ինչի համար եք, հենա ամեն ժեկում, մատ պուջուր դատախազություն կստեղծենք, ժեկի ակտիվիստները կգնան, կքննեն, կբերեն, կգրեն, կտանենք դատարան, անեց բառակապակցություններ եք գրում, որ ես պրոստը չեմ, բա դուք ինչի համար եք էլի աշխատում, հետաքրքիր է,
Հաղորդում տվող անձը նույնիսկ տա, հա, քրեա իրավական գնահատական իր տված հաղորդման, Փանոսյանն էլ նստի սենց կարդա լուրջ ձևով, հա։ Ինչի համար եք դուք։ Ինչի համար եք աշխատավարձ ստանում։ Ու ամեն անգամ ասում են, այս ձեր հաղորդման մեջ գրածը բավարար չի, բավարար չի, դուք բավարար եք։ Բավարար սարքեք։ Այսինքն քաղաքացին մեկը ունի իրավաբանական կրթություն, մեկը չունի, մեկ ուղղակի մարդ ասում է հանցագործություն է եղել։ Բա տեսեք եղել է թե չի եղել։ 100 անգամ ասել եմ իմ տված հաղորդումը, եկեք ես սուտ մատնության համար էլ պատասխանատվություն կկրեմ։ Մա տեսեք էլի մեկով տարեկից դատեք սուտ մատնության համար, էլ մնացածը չեմ տա։ Բա բացահայտումը ում պոզիտիվ պարտականությունն է։ Բա քնչական ինչի համար է։ Ուզում եմ իմանամ, եթե մարդ պետքա քնչական գործողություններ տունը նստած անի, ձեզ բերի սենց լրիվ մատուցի, թե սենց ատմազычնի, սա սալդացքի պրիչինա կոչում, որովհետև մենք ինչի վերաբերալ, որ հաղորդում ենք տալիս, դա շատ ցավոտ թեմաներ է, եւ դուք չեք կարող բացահայտել այդ թեմաները, որովհետև այսենց բոլորը իրար հետ կապված են։ Էլ եմ ասում, բայց դավաճանում եք, ով որ ձեր սրտի իշխանությանն եք դավաճանում, որովհետև ակնհայտ է, չէ, այսօր այն բոլորը, ում կալանավայրում տեսնելու համար ժողովուրդը ոտքեր կանել, ազատ ման են գալիս, ազատ ման են գալիս ու ֆինանսավորում են իբրև ձեր դեմ պայքարողներին։ Հիմա դուք ինձ ուզում եք ասեք, որ ես չեմ ասում անօրինական տարեք այդ մարդկանց, բայց դուք ինձ ուզում եք ասեք, որ դուք ուզում եք, որ այդ մարդկանց իրականում իրենք իրանց արած հանցանքի համար պատասխան տային չկարողացաք, ուրեմն գործում է իրավական իմպոտենտ համակարգ։ Ու այս մարդիկ այսօր ձեր չանելու պատճառով պայքարում են ձեր դեմ, այսինքն սա ապացուցում է մի բան, որ դուք բոլորդ իրար հետ եք, բոլորդ, եւ կա քաղաքական որոշակի կանգ, եւ կա քաղաքական պատվերներ, որի շրջանակներում դուք աշխատում եք, իսկ տիկին դատախազ, դուք գիտեք, որ դատախազությունը եւ ընդհանրապես իրավապահ համակարգը պետքա քաղաքական պատվերներ չկատարի։ Ես հիմա ընդամենը մի փոքր դրվագի ուզում եմ անդրադառնամ, բայց վաղը մենք էլի ենք հարցեր հնչեցնելու, որ պետքա հասկանանք ինչն է պատճառը, որ այս քրեական վարույթները չի նախաձեռնվում։ Ինչն է պատճառը։ Որոշ դատախազներ լսողական խնդիր ունեն, որոշ քնչական եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներ տեսողական խնդիրներ ունեն։ Մենք բոլոր այն եթերները, որոնք եւս հանրային հաղորդում են հանցագործության մասին, ասում ենք, այս ինչ մարդ, մի հատ խնդրում եմ ցույց տալ, էլի։ Ասենք, նայեք, հաղորդում վերջի տրվել է, որ այս սուբյեկտը, այսով է, Արցախի փոխ ոստիկանապետ, ասում է, որ տեղակալն այդքան, ոստիկանապետ ինչքան կունենա։ Իրա այս ընտանիքով, իրա բալեքով ու մուլտիմիլիարդեր կյանքում չաշխատած կնգանով 83 անշարժ գույքի միավոր ունեն Հայաստանում։ Այս հաղորդումը տալիս այս ինչ են սրանց անունները, այն եռյակը, հա, այս էլ դեկան 7 անշարժ գույք ունի ու լիքը քաղաքապետարանի որոշումներ ի օգուտ իրան կայացրած, որ ինքը պետք է աճուրդով չառնի, ուղիղ վաճառքով առնի եւ այլն եւ այլն։ Այդ հաղորդումները տալիս այս եռյակի ստորադասերը վերցնում սենց պատասխան են տալի, այն ուր է այն Փանոսյան կոչվածը։ Սա էլ ասում այո, սա ճիշտ է։ Ո՞վ ես դու։ Ես հրաժարվում եմ ձեզ աշխատավարձ տալուց, լուրջ եմ ասում, ես չեմ ուզում աշխատավարձ տամ, որովհետև մարդ իր փողը որ տալիս է, մարդ պետք է աշխատի։ Հիմա ասում ենք այս մարդը 83 գույք ունի։ Հիմա նայեք ինչ են ասում է դե Արցախը չկա, մենք չենք կարա, բաներ կա չենք կարում պարզեն խիպ, դիգնայր Արցախ տեղազննություն կատարեր, քնչական գործողություն կատարեր, հա, տեսնեիր թե հանցագործության դեպքի վայրը ճշտեր, հա, կոմիտասես տան հասցնես ուզում ճշտես, զանգի իրան հարցրա։ Երբ որ ձեզ պետք է տիկին դատախազ, պարոն Պողոսյան եւ պարոն Նահապետյան, երբ որ այս օգոստոսին նույն կոմիտաս Կարապետյանի տունում տիլներ խուզարկությունից առաջ զանգ ստացավ։
Ձեզ ամսաթիվն էլ եմ ասել, բա գնացեք ճշտեք, ես գիտեմ ումից ստացավ, կասեք, դե հիմա գրեք Տիկին Պողոսյան, խի գրեմ, որ էլի մի հատ սենց ապուշ պատասխան ստանամ, հա, այս սրանցից։ Չէ, երբ որ վաղտը կգա կասեմ, գիտեմ, չէ, տեսեք ամսաթիվ եմ ասում, օր եմ ասում։ Էսա ձեր աշխատալա ոճը։ Հիմա նայեք, ասենք ես հիմա դու գիտեք, որ երկար ժամանակ է Արցախի Թալանի վերաբերյալ հաղորդումներ եմ տալիս, բայց Ժորժ ջան, ես Արցախի Թալանի վերաբերյալ հաղորդում երբ որ տալիս եմ, սա Արցախին չի վերաբերվում, սա վերաբերվում է Արցախի փողերին չի վերաբերում, սա վերաբերվում է մեր ուղարկածին, որ մենք ուղարկել ենք, մենք հետագայում խոսելու ենք Արցախի ներդրումային հիմնադրամի կանոնադրությունն էլ կա, թե ինչի ենք ուղարկել, այսինքն մենք ստեղից փողը ուղարկել ենք, Ճամփին օթում ուրուրի պես Կոմիտաս Արման Հակոբյանյան, այս Արման Հակոբյանյան անունը որ ասենք ֆեյքերի կնոպկեն սխմում է, իր զավոդում 2 կոպեկ աշխատածները վրա են տալիս։ Եթե դուք ձեր տեղում ելնեիք, այ դուք այդ վրա տվողների ցուցակը կկազմեիք ու բոլորին կկանչեիք հարցաքննության, թե ով ինչքան է լափել այդ փողերից։ Հիմա սրանք սենց օթում բռնել են այդ փողը ու տարել են, այսինքն այն մեր ուղարկածը չի ասել Արցախի բնակչին, այլ նույն մարդիկ, Մերի Կարապետյան, Կոմիտասի կնիկնա տարե, Վայ Հակոբյանի կնիկ Էլիզաբեթը, ես գիտեմ, որ Սանկտ Պետերբուրգը Արցախի մի մասն է կազմում, ասենք Հադրութի շրջանում է գտնվում, ասենք Սանկտ Պետերբուրգից եկած Էլիզաբեթը, ինչ գործ ուներ, օթում մինչև ստեղից հասել այնտեղ այդ փողը վերցներ, Նարեկ Անբարյանի կինը, գիտեք, չէ, Նարեկ Անբարյանի եղբայրը Տիգրան Անբարյանը նույն դատախազության շենքում Տիկին Վարդապետյան, որ դուք նստում եք, կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետն ա եղել, հարսը օթում շրխ մի միլիարդը բռնել ա, Պալասկով պղնձի մոլիբդենի գործարանի կնիկը բռնել ա, բա էլ որը ասենք թողնենք, ու դուք ասում չկա է հանցագործության վայրը, որ մենք կարողանանք գնանք զննենք, ի՞նչն եք ուզում զննել։ Գնում ես քննչական կոմիտե կամ հակակոռուպցիոն կոմիտե, մի հատ այնց բան են ասում, քիչ ամ մարդ ուշ կգնա ընկնի։ Մենք գործողություններ ենք կատարում, այս են որ ես մինչև այդ ասեցի, չէ՞, մարդու ոտը կոտրած տանում են, ասում են մի հատ է գլուխը նկարենք, մի հատ էլ տնենք մազերի որակը, մազի անալիզ վերցնենք, մի հատ է եղուն գտենանք, այսինքն անիմաստ գործողություններ, որ վաղը սենց մի հատ մեծ ինստիտուցիոն տալնեք, այսքան գործ արած, դուք ոչ մի գործ չեք արել, դուք անում եք ամեն ինչ, որ այս թալանը կոծկեք, այս թալանչիներին ճանապարհեք, ստեղ Արցախի հարց չի, ստեղ մեր հարցն է, մեր Ոնց որ դուք եք մսխում մեր աշխատավարձը, տարիներով այդ գումարները գնացել է Արցախ, մի րոպե, գնացել է նաև այս իշխանության օրոք, լավ, նախկին իշխանությունների օրոք, նախկին վարչապետներ, նախագահներ, չգիտեմ, այս ու են, չեն ասում, որ Արցախ Ադրբեջանն է եւ վերջ, մտածում էին, ինչ էին անում, ես դրան չեմ ուզում հիմա անդրադառնամ, ես ունեմ իմ դիրքորոշումը, բայց ակնհայտորեն չէին ասում Արցախ Ադրբեջանն է վերջ, Արցախը երբեք հայկական չեղե, ՏՌՄՌ, չեն ասում այս բաները։ Իրանք ուղարկում էին այդ փողը։ Բա հիմա ինչ որ դուք եկել եք, բա դուք ինչ եք ուղարկում։ Նենց չի որ ձեր իշխանությունը երեք իմացել։ Ես չեմ պատկասում 2018 թվին, երբ որ եկել են իշխանության, քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը եւ այլն, իրանք չեն իմացել, որ Արցախը պետքա չլինի։ Որտեւ այս մարդիկ հիմա չեն ասում, մենք գիտեինք, որ ինքը հայկական է, հետո պարզվեց, որ Ադրբեջանա եւ այլն, ամեն օր այդ բառն ասում են։ Հիմա ձեր ասածով ձեզ պատասխան եմ տալիս։ Ադրբեջանա լուրջ, այսինքն դուք ուզում եք ասեք, որ մենք այդ գումարներն ուղարկել ենք մի այլ պետություն եւ այս հանցագործությունը եղել է այլ պետության տարածքում։ Okay, այսինքն եղել է Ադրբեջանում։ Այսինքն Կոմիտաս Կարապետյանը եւ Մերի Կարապետյանը հանցագործություն արել են Ադրբեջանի տարածքում, ոնց որ դուք եք ասում, ես խնդրում եմ չշահարկեն իմ բառերը։ Ձեր թեզը սա է։ Բայց եթե արել են Ադրբեջանի տարածքում, խիչ եք սրանց էտապանում, գնան Ադրբեջանում դատվեն։ Ինչ գործ ունեն սրանք մեր երկրի հետ։ Հասկանանք։ Եթե իրանք արել են այդ տարածքում հանցագործություն,
Էտա պարեք, այս բոլորին, Արման Հակոբյանյան, Կոմիտաս Կարապետյան, այն բոլորին, որ մեր փողերը օդում բռնել, լափել են, հիմա էլ եկել են ստեղ, որտեվ երբ ասում ենք ժողովուրդ ջան, դատախազ ջան, քննիչ ջան, հակակոռուպցիոն քննիչ ջան, այդ հանցագործությունը սկիզբ առել Արցախում, այսինքն հանցագործությունն ա եղել, յուրացրել են մեր գումարները, հիմա եկել են, հանցագործությունը ավարտվել է ստեղ, ես հաջորդ եթերին ցույց կտամ, օրինակ էլի եմ ասում, ես ինչ եմ ես Կոմիտաս Կարապետյանի օրինակով ասում, որտեղ վերջի նյութն է, որ մենք մեր սեփական հետաքննություն արել ենք, ասենք մերին այսինչ օրը 16 թվին ստացել է ներդրումային հիմնադրամից փող, ենթադրենք 16 թվին, մի ամիս հետո եկես թե տունը առե, 18 թվի ստացել է, մի ամիս հետո եկես թե տունը առե, 20 հասկանում եք, այսինքն մենք փող ենք տվել այս մարդկանց, դուրս է գալիս, որ բերեն ստեղ, առնեն Երևանը, հիմա մի հատ կողմնորոշվեք Տիկին Վարդապետյան, Արցախը Հայաստանա, թե Ադրբեջան, ինձ համար Արցախը միշտ է Հայաստան, բայց եթե գտնում եք, որ չկա Արցախի պետությունը, դուք չեք կարողանում Արցախի հանրապետությունը, չեք կարողանում գնալ դեպքի վայր, ինչ կա այդ դեպքի վայրում, ուզում եմ իմանամ, ինչ կա այդ դեպքի վայրում, փաստացի, դուք ձեր գործողություններով, այսօր դուք ձեր վարչապետին դեմ եք գնում և չեք ուզում խաղաղությունը լինի, բերել եք Ադրբեջանում հանցագործություն արած անձանց, պարտակում եք Հայաստանում, տենց է դուրս գալիս։ Ես ասում եմ Արցախը Հայաստան է և վերջ, Արցախում հանցագործություն արած մարդիկ պետք է հենց հիմա կալանավորվեն Կոմիտաս Կարապետյանի կին, դրանց լակոտները, դրանց հետ փոխկապակցված Սերգեյ Զաքարյան, Եսիմ Մուսայելյան, Նարեկ Կեսոյան և այլն ստեղ, դուք էլ ասում եք, չէ, այդ ուրիշ պետությունում ա եղել, սրանց վերցրեք, սիրուն փաթեթավորեք, այդ կարմիր բանտիկը կապեք ու յալլա Ադրբեջան, թող տանեն ընդեղ դատեն, եթե Արցախը Ադրբեջան է։ Տիկին Վարդապետյան, այս քրեական դատավարության օրենսգիրքը ես չի որ պետքա ձեզ սովորացնեմ, դուք արեստավարժ դատախազ եք և երբ որ Արտուր Դավթյանին փոխարինեցիք շատ ոգևորվել էինք, մտածելով որ հիմա կգա կոռումպացված այդ իշխանության վերջը, որտև ի տարբերություն Արտուր Դավթյանի թաթախված չէիք որևէ կոռուպցիոն ռիսկերի մեջ, հիմա հարց եմ տալիս, քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ եթե այդ մարդիկ, եթե հանցագործությունը կատարվել է այլ պետությունում, բայց հանցագործները գտնվում են այստեղ, այս դեպքում պետք է վարույթ նախաձեռնվի, հիմնավորվի հանցագործությունը և համարեն, որ հանցանքը կատարվել է, ասենք, այն տարածքում, եթե այն տարածքում, ուրեմն պետք է իրանց ուղարկել այնտեղ, որտեղ իրանք կատարել են հանցագործությունը, Կոմիտաս Կարապետյան պատրաստվի, այն պրոստինի մեջ դու կնիկը ձեր եղած չեղածը, այսինքն բողջը արեք կապեք ու գնացեք ձեր հարազատների մոտ, ընդհանրապես առաջներում բոլոր փարավոններին, որ թաղում էին, հա, կամ իրենց ծառաներին էլ հետները։ Հիմա Կոմիտաս Կարապետյանը երկար տարիներով լինելով Բակո Սահակյանի հանձնակատարը կարևոր հանձնարարություններով, ստեղ իր համար ազատ ֆրֆռում է, այն մարդը ընդեղ նստած է, բայց մի հատ տարեք առերեսվեն տենանք ինչ հանձնարարություն ա տվել, սա ինչն ա կատարել, ինձ չէ, Տիկին Վարդապետյան, չեք կարողանալու ինձ հանգարց հակադարձեք, ուրեմն դուք պետքա սա է իմ հարցը, հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, թե ոչ, պետքա դատվեն այստեղ, այն ինչ որ դուք չեք անում, Սուտի մուտի, բանկային գաղտնիք ենք նայում, այս ենք նայում, դուք բանկային գաղտնիք մի նայեք, ավելի լավ է հանրությանը շատ հետաքրքիր է այն գաղտնիքը, որի պատճառով այս խոշոր թալանչիները չեն դատվում, այն գաղտնիքը, որի պատճառով Կոմիտաս Կարապետյանի տունը խուզարկությունից առաջ զանգում զգուշացնում են օգոստոսին, բա վերցրեք վերծանումները, հեռախոսների բիլինգները նայեք, որ մի դատախազն արել, դատախազ, չեմ ասում քնիչ, իսկ դատախազը մենակ քնիչից կարող էր իմանալ, թե երբ է լինելու այդ խուզարկությունը կամ այս սրանից, մի հատ էլ նայեք, կարող է, բա դրանք նայեք, որ ճշտենք, հասկանանք, ի վերջո այդ հանցագործները ստեղ պետքա պատժվեն, թե իրանց սիրած հայրենիքում,
Իրանք Ադրբեջանին են ծառայել, որտեվ մի անձնավորություն, որ հայ ազգի մարդու հարկը գողանում է, լափում, հետո էլ մտցնում է կնոջ փեշերի տակ, որ կինը գաստե 83 գույք ձեռք բերի, այդ մարդը հայ չի, նա հայի արյուն չունի իրա մեջ, որտեվ երբ որ ստեղի երեխաները գնացին Արցախ, իրա թուլան ստեղ բյուզանդի վրա, մի քանի 100 քառակուսի մետրանոց բնակարան էր առնում, եղավ, այս մարդիկ հայ չեն, ճշտեք, ձեր վրայից գցեք, Տիկին Պողոսյանից է կպրծնեք, Տիկին Պողոսյանում չի գնալու Ադրբեջան, կասեք հեսա, սրանց էտապ արեցինք Ադրբեջան, թող ընդեղ իրանք գործը քննեն, իրանց փողերը ստանան, այստեղ է մեր երկրի ամոթը, որ մեր երկրի դավաճանին ու թալանչուն, պետք է թշնամին դատի, որտեվ ստեղի իրավապահամակարգը իզորու չի, գիտեք ինչի, որովհետև շատ լավ մեծ մասը գիտեն, որ սրանք եթե սկսեն ցուցմունք տալ, թե ինչի են այս 3 տարին դուրս եղել, կամ այդ փողերը ոնց են ստացել, ում են փողերից փայ հանել, այդ ժամանակ շատ լուրջ խնդիրների առաջ կանենք ու հանգարց չմտածեք, որ կարող է ինձ սենց մոլորացնեք, մինչև ընտրությունները դուք ուզում եք ձգեք այս գործերը, մտածում եք, բա որ հանգարց ձեր սրտի վարչապետը չգա, մի հատ ուրիշ վարչապետ գա, սրանք էլ նախկին, ձեր ասած նախկիններից են, կարող է ձեզ ցցի քաշեն։ Ձեր խնդիրը ձեր ու ձեր վարչապետի մեջ է, նա ասում է մի բան, դուք անում եք մեկ այլ բան, հիմա դուք որոշեք ինչ եք անում, ստեղ սա էր իմ տված հարցը, 2 հարց, ինչի վարույթները չի քննվում, պատշաճ, չի նախաձեռնվում, այսքան թուղթ ուղարկում ենք, այսինքն տափակ պատասխաններ, 2-րդ հարց եւ 3-րդ հարցը, այս մարդիկ ի վերջո, որտեղ պետքա կրեն պատասխանատվություն, Հայաստանում թե Ադրբեջանում, վաղը չեմ իսօր, մենք նորից կհանդիպենք, կխոսանք մյուս հիմար պատճառաբանության մասին, որ նախաքննական 2 մարմիններն էլ ասում են բանկային գաղտնիք, ես սև բանկային գաղտնիք եմ բերելու այդ ասողների գլխին եւ ընդհանրապես մի հատ ազգային անվտանգության ծառայություն կա, տարբեր ծառայություններ, թող նա ցենց նայեն, էլի ով ինչ է արել այս 3 տարվա մեջ, այսքանը, լավ մնացեք։